Ողջույն բարեկամներ, ձեզ հետ Մայքուրինարի վարժանց խոհարարական ալիքն է եւ այսօր մենք այցելենք Պորտուգալալեզու երկրների խոհանոց եւ կպատրաստենք նրանց ազգային ուտեստից ֆեյժոադա։ Այստեղ նկարում տեսնում եք ֆեյժոադա, պորտուգալերեն ֆեյժոադան լոբին է եւ այս առաջին նկարի սև գույնը սև լոբու գույնն է, նախորոք ասեմ տհաճ չլինի։ Հիմա սկսենք, միջին սկսելը ներկայացնելը, դուք բաժանորդագրվեք, հավանեք մեր էջը, իսկ ես ներկայացնեմ։ Ֆեյժոադան հիմնականում պատրաստում է սև լոբուց։ Գերակրատեսակի սև գույնը պայմանավորված է հիմնականում սև լոբով։ Ասում են, որ ֆեյժոադան լայնորեն պատրաստվում է Բրազիլիայում, Պորտուգալիայում, Հնդկաստանում, Մակաոյում, Անգոլայում, Կապևերդեում, Գվինեա Բիսաուում, Մոզամբիկում, Թիմորում, Գուայում եւ համարում է ազգային ուտեստ։ Այս պորտուգալալեզու երկրների համար ավանդական ուտեստ է, պատրաստում է լոբուց, մսային մթերքներից եւ համարում է վերը թվարկված երկրների ազգային ուտեստը, սակայն բաղադրատոմսը մի փոքր տարբերվում է մի երկրինը մյուսից։ Մի տարբերակի համաձայն ֆեյժոադան 300 տարի առաջ ստեղծել են ստրուկները, որոնց Աֆրիկայից բերել էին Բրազիլիա։ Նրանք խառնում էին իրենց տերերի ճաշից մնացած սև լոբի խոզի մսի կտորների հետ։ Այն ժամանակներում դա, այսինքն ֆեյժոադան, համարվում էր Բրազիլիայի ստրուկների եւ կենդանիների համար ընդունված կեր։ Ժամանակի ընթացքում պորտուգալացիները այդ ուտեստի մեջ խոզի մսին ավելացրեցին նրբերշիկ եւ երշիկ, իսկ հնդկացիները ֆարոֆա, մանիոկա ալյուրի եւ կարագի խառնուրդ։ Սակայն հետագայում հերքվեց ֆեյժոադայի ստրուկային ծագման լեգենդը, քանի որ մի շարք գիտնականների հետազոտությունների շնորհիվ ասացի, որ հերքվեց, որի համաձայն ըստ որի ֆեյժոադայի պատմությունը արմատներով գնում է դեպի եվրոպական խոհանոց, մատնանշելով ֆեյժոադայի ֆրանսիական, պորտուգալական, իսպանական բաղադրատոմսերը։ Վերջին հաշվով համարում են, որ այս ուտեստը ոչ թե ստրուկների ուտեստ է եղել, այլ այս ուտեստը ծագել է Պորտուգալիայից եւ արմատներ ունեցել դեռ հռոմեական կայսրությունում։ Հիմա ես ներկայացնեմ այս թվարկված երկրների բաղադրատոմսերից երկուսը, բրազիլականը եւ պորտուգալականը քիչ տարբերությամբ, որոնք քիչ են տարբերվում իրարից։ Ուրեմն ասացի բրազիլականը սև լոբուց, չնայած մյուս տեսակի լոբիներով էլ են պատրաստում, բայց որպես ազգային ուտեստ նրանց մոտ սև լոբին է շատ աճում եւ սև լոբով են պատրաստում։ Ուրեմն բրազիլական ֆեյժոադա սև լոբի, խոզի միս, տարբեր տեսակներ, հիմնականում խոզի միս, երշիկ, նրբերշիկ, համեմունքներ, մանիոկա միս, իրականում այս մանիոկան ասում են միս, բայց ինքը միս չէ, այլ ինչ-որ բույսերի արմատ է, որոնք եփում են մսի հետ եւ գուցե հենց այդտեղից էլ այդ պատճառով էլ առաջացել է այդ անվանումը։ Մատուցում են կավե ամաններով եւ նրանց վրա լցնում են սոուս, պատրաստված կաղամբից, նարնջի կտորներից, պղպեղից պատրաստված սոուսով եւ ըստ ցանկության մատուցում են նաեւ բրինձ։ Յուրաքանչյուր շրջանում ֆեյժոադան տարբեր կերպով են պատրաստում, տարբեր հավելումներով, հնարավոր եւ առանց հավելումների։ Հիմա պորտուգալական ֆեյժոադա։ Սովորական լոբի, նկարի երկրորդ տարբերակը, երշիկ, նրբերշիկ, խոզի կամ տավարի միս, հիմնականում խոզի խոշոր ամբողջական կտորներով եփած, սոխ, սխտոր, դափնու տերև, համեմ, աղ, համեմունքներ, յուղ տապակելու համար, բրինձ առանձին մատուցելու համար։ Հիմա պատրաստման եղանակը։ Ինչպես են պատրաստում։ Մեծ կաթսայի մեջ լցնում են լվացված մաքուր լոբին, ամբողջական կտորներով յուղոտ, ոսկրոտ խոզի միս,
ամբողջական երշիկ առանց կտրատելու, ջուր, դափն ու տերև, աղ և դնում են եփվելու։ Մինչ եփվում են այս մթերքները, կտրատում են սոխը, սխտորը մանր կտորներով, գազարը կտրատում են օղակաձև։ Կաթսայից արդեն եփելուց հետո հանում են եփված երշիկները և նրբերշիկները և կտրատում են օղակաձև։ Հաջորդ էտապում ուրեմն այս կտրատածները պետք է տապակեն, տապակում են թավայի մեջ յուղով, այնուհետև թավայի մեջ ավելացնում են լոլիկ և արդեն եփված օղակաձև կտրատված երշիկն ու նրբերշիկը, այնուհետև եփված միսը խոշոր կտորներով և տապակում են բոլորը միասին, համերը իրար է գալիս։ Վերջում այս տապակած զանգվածը, ինչքան որ տապակել են, լցնում են կաթսայի մեջ եփվող լոբու վրա, մի քանի րոպե ևս եփում են և ավելացնում աղ, համեմունքներ, մատուցում են եփած բրնձի հետ միասին։ Վերջում, որպես թարմ կանաչեղեն, ավելացնում են համեմ։ Այսքանը ֆեյժոադայի մասին, պատմությունը ֆեյժոադայի և բրազիլական և պորտուգալական ֆեյժոադաներ։ Կհանդիպենք ցտեսություն։